Սուրբ Աննայի միջադեպից մի քանի ժամ հետո Միքայելը, էլի Միքայելը անունը, տղաներից զույգ եղբայրներից մեկի անունն էլ չէ Միքայել։ Մեր Միքայելը, գնաց Դավիթն ու Միքայելն են մերը, բայց այտենց նշենք, որ խոսքը վերաբերում է այն Միքայելին, որը որ քիչ առաջ ազատ արձակվեց, միանգամից ասեմ, Էրեբունու քնչականից։ Հիմա պատմեմ ինչ ա եղել, ոնց ա եղել այս 2 օրվա մեջ։ Ուղիղ 48 ժամ անազատությունից հետո ազատ արձակվեց։ Այս մեր Միքայելը փաստորեն այդ ժամանակ, երբ որ այս այդ լայվն է անում, դրանից խաղը 5-10 րոպե առաջ կամ մի քիչ հետո, չգիտեմ, աղբը թափելու դուրս է գալի, այդ շարասյունը բանը տեսնում է, եւ մոտենում է, շատ ներողություն, թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Տեսեք, մի հատ փորձենք գնահատել այդ մեքենայի կարգավիճակը այդ պահին։ Արդյոք նա այդ պահին կարելի է համարել, որ տենց ինքը պետական գործառույթ էր իրականացնում։ Ոչ մի պետական գործառույթ չէր իրականացնում, քաղաքական գործառույթ էր իրականացնում։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, եւ այն, որ ինքը այդ ծառայողական մեքենայով էր, դա հանիրավի առավելություն է մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Սա ուղղակի եմ ասում, հետա այդպես ամենաեական բանը չի։ Ձևակերպում է իրան թույլ տալիս, ասում է, հարցնում են, ասում են, ինչի ես դա արել, ասել է, որտեղ թուրքը ծախել է մեր հողերը։ Թուրքը ծախել է մեր հողերը։ Այսօր հրավիրում են մեզ եւ դեռ նստած էր ՑՊՎ-ում, Էրեբունու բաժնում հրավիրում են եւ դատախազի որոշումն են ներկայացնում, սա դատախազն է որոշում, ոչ թե քննչականը, որ սա որակում է որպես խուլիգանություն։ Մեր վերաբերմունքը ինչ էր։ Մեր վերաբերմունքը հետևյալն էր, ընդ որում սա նաև մեր Միքայելի ծնողների, որոնք շատ պարկեշտ մարդիկ են, նաև ես որպես ծնող մի քանի տարի հետո էլ իմ մեծ տղան նույն տարիքին կլինի, 18 տարեկան երեխա, հա, մոռացա ասել, 18 տարեկան, դպրոցական։ Այն որ գիտեք, թքելը դա քաղաքավարի չի։ Ես էլ իմ երեխեքին դաստիարակում եմ ու դաստիարակում եմ, որ երեխեք ջան, մի թքեք, չի կարելի։ Ալեն Սիմոնյանից մենք մեր երեխեքը ոնց որ թե վատ օրինակ են վերցնում։ Ասենք Ալեն Սիմոնյանից երեխեք վատ օրինակ մի վերցեք, ոչ մի բանով։ Նա բոլոր հարցերում եղել է վատ, այդ թվում նաև այդ հարցում։ Տեսեք, եթե Ալեն Սիմոնյանի մեղադրական դատավճիռը բերեն դնեն սեղանին, դաժե ես կընդունեի։ Կասեի, հա, ես էլ եմ ստեղ մեղավոր։ Բայց էսի չի երկիր է, այսինքն Ալեն Սիմոնյանը մարդու երեսին թքի, դա հանցագործություն չի։ Երեխեն ինչ որ այդ պահին իր դիրքորոշումը արտահայտելա այդ ոչ շատ քաղաքավարի ձևով, դա հանցագործություն է, տենց ոնց կլինի։